Հայաստանում շարունակվում է իրավիճակը մնալ անկայուն, գործող իշխանությունը դիմում է ռեպրեսիվ մեթոդների, ինչի արդյունքում տեղի ունենում կալանքներ, ձերբակալումներ, խուզարկություններ մարդկանց բնակարաններում եւ անգամ օրինական զենքեր են առգրավում եւ ներկայացվում որպես ապօրինի, մի խոսքով մասկի շոուն իր ողջ հմայքով տեղի ունենում Հայաստանում, ողջույն եթերում միասնության հարթակն է, այսօր մեր հյուրն է Գուրամ Վաշակիձե Բեկլյանցը, ում հետ խոսելու ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ողջույն Գուրամ։ Ողջույն Հայկ ջան։ Գուրամ, երեք եւ երեք չառաջի օրը տեղի են ունենում ուրեմն խուզարկություններ, չգիտեմ, փաստաթղթերի հրապարակումներ, ինչ որ իբր հեղաշրջման փորձի մասին էին խոսում, ողջ իշխանական այդ մեքենան դրված էր գործի, որպեսզի ներկայացնեն, թե ինչ պետության փրկության մի մեծ աշխատանք են իրականացրել, հիմա էլ խոսում են նրա մասին, որ պետք է իրենց այդ իրավապահներին պարգևատրեն, չգիտեմ, արձաններ գուցե դնեն եւ այլն եւ այսպես շարունակ։ Այս հարցի շուրջ ուզում եի քեզ ներկայացնես քո տեսակետը, թե ինչ նպատակ ունի առհասարակ այս կալանավորման եւ հեղաշրջում օպերացիան, ինչ իմաստ ունի, ինչ նպատակ ունի եւ արդյոք սա կապ ունի Թուրքիա այցելության հետ այս պարագլխի, որը վերջին օրերս այնտեղ էր։ Քո տեսակետը։ Հայկ ջան, շնորհակալ եմ հարցի համար, շնորհակալ եմ հրավերի համար։ Ուրեմն իմ կարծիքը եւ տեսակետը հետեւյալն են։ Յուրաքանչյուր այն քայլը, որը որ կապված է վարչախմբի պարագլխի հետ, անմիջական կապ ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների տարած քաղաքականության, մտքի թռիչքի եւ կարծիքի հետ։ Այսինքն կարճ ասած Թուրքիայի պատվերն է կատարում։ Անշուշտ դա այդպես է։ Բացի դրանից, ինքը շատ լավ հասկանում է, որ իր վարկանիշը ծայրահեղ աստիճանի ցածր է։ Ինքը հույս ունեմ հասկանում է, ոչ միայն հույս, այլ անգամ վստահ եմ, որ հասկանում է, որ ժողովուրդը այլևս չի վստահում իր խոսքին, չի վստահում իր խոստումներին, չի վստահում իր կարծիքին, ոչ մի բանին չի վստահում։ Եվ ինքը շատ լավ գիտակցում է, որ այդ անվստահության ֆոնին անդիմադիր ուժերը, անգամ չսիրված, անգամ ժողովրդի աչքերում վարկաբեկված, բայց մեկը կոնսոլիդացվում են, միանում են եւ դառնում են իր համար լուրջ վտանգ։ Եվ ինքը անում է ամեն ինչ, որպեսզի տվյալ վտանգը վերացնի, ինքը գնալու է բոլոր ամենառադիկալ մեթոդների, ինքը անցնելու է բոլոր կարմիր գծերը ու այն ամենը ինչը որ այս պայդրությամբ տեղի է ունեցել, դա դեռ այսպես ասած չարիքի փոքրագույն է։ Ինքը ավելի բետար բաներ է անելու։ Թե որ ինքը պատրաստ է սահմանադրությունը խախտել եւ ինքը պատրաստ է քրեական գիրքը խախտել, դրանում մենք կասկած չունենք, դա մենք դրան ականատես ենք լինում շատ հաճախ։ Թեկուզ վառ օրինակ վերջին օրինակներից Սամվել Կարապետյանի կալանավորումը, որը աբսուրդ է, ասենք, չգիտեմ, միջազգային իրավական տեսանկյունից սա աբսուրդ է, ասենք մարդը ընդհանրապես ասել էր, որ մեր ձևով կմիանանք, թե կմասնակցենք, ասենք ինչ էր ասել, դրա համար կարելի է մարդուն տանել Սամվել Կարապետյանը, ինչպես որ Բագրատ Սրբազանը կամ առհասարակ յուրաքանչյուր հեղինակավոր հայը, այն հայը ում կարծիքին բազմաթիվ մարդիկ լրջություն են տալիս, հետևում են եւ կարեւորություն են տալիս, յուրաքանչյուր հեղինակավոր հայ վտանգ է ներկայացնում Թուրքիայի համար եւ ավտոմատիկորեն վտանգ է ներկայացնում Նիկոլ Փաշինյանի համար։ Ինձ թվում է տրամաբանությունը ակնհայտորեն Դե Թուրքիայի այցելությունը մեզ համար դեռ ակնհայտ չի ինչ են խոսել, որովհետև ըստ էության
պաշտոնական հաղորդագրությունները այդպես շատ սուղ եղան, միասին մամուլի ասուլիս չեղավ, գիտես, սովորաբար երբ հանդիպում են երկրի ղեկավարներ ու մամուլի ասուլիս չեն տալիս, դա նշանակում է համաձայնության չեն եկել, բայց այդտեղ մի հատ ուրիշ միտք է իմ մոտ գալիս, որ սա ոչ թե երկու երկրների ղեկավարի հանդիպում էր, որտեղ մամուլի ասուլիս չկա, այլ ուղղակի գործակալին հանձնարարականներ տալու հանդիպում էր, որը բնականաբար, ասենք, չեն գաղտնազերծի, էլի, գաղտնի գործակալի եւ, ասենք, չգիտեմ, պատվիրատուի հանդիպում էր, ակնհայտ գործակալի գաղտնի հանձնարարություններ։ Հա, էլի, ասենք, դրան ինչ մամուլի ասուլիս տան, ասենք, ոչ են բացել, ինչ են ասել, բայց ըստ ամենայնի սա վերադառնում է Հայաստան, տեղի ունենում իսլամական պետությունների համաժողովի հայտարարությունը, որտեղ խոսվում է Արևմտյան Ադրբեջանի մասին, տեղի ունենում ուրեմն հայտարարություն, որտեղ նրանք ասում են, որ պետք է 300,000 ադրբեջանցի գան եւ Արևմտյան Ադրբեջան ըստ էության Հայաստանի Հանրապետություն բնակվելու եւ սրա մասին օրինակ Թուրքիայում երբ այս չարիքը խոսում է հայերի հետ ասում է դե ինչ կա դրա մեջ ինչ խնդիր կա հիմա թուրան չի գան գնան այսինքն ըստ էության ինքն ինքը համաձայնն է դրան այնտեղ Թուրքիայում այդ իր ջերմագույն ժպիտներով ու այդ բաներով բայց արտաքին գործերի նախարարությունը ինչ որ այդպես շատ տարօրինակ հայտարարություն անում առաջին հայացքից տարօրինակ այնքանով է տարօրինակ հարգելի հայրենակիցներ որ արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է իսլամական պետությունների հայտարարությունը այն ժամանակ երբ սրանց պարագլուխը ասում է որ այո ես սրա հետ համաձայն եմ սրա հետ օքեյ եմ ասենք թող գան բնակվեն ինչ ուզում են անեն ուզում են այս բերեն են բերեն թող գան անցնեն դառնան թուրանա բայց ինքը ճիշտ է համաձայն եմ բայց ճիշտ է ասում իր համար դրա մեջ որևէ խնդիր չկա այստեղ հարցը հետեւյալի մասին է բա ԱԳՆ-ն ինչի է այդ հայտարարությունները անում ես գալիս եմ այն եզրակացության որ ԱԳՆ-ն այս հայտարարությունները անում է որպեսզի մեր ժողովրդին թմրեցնի գցի այդ թմբիրի մեջ թե իբր մենք տես պայքարում ենք հայկական շահերի համար բայց երբ որ ղեկավարը իրանց գնում է հանդիպում ասում է ես դրա հետ օքեյ եմ ու ԱԳՆ-ն ինչ որ ասում է չէ մենք դրա հետ օքեյ չենք հասկանալի է որ ասենք ԱԳՆ-ն այս պարագայում են էլ ասենք այս ԱԳՆ-ն էլի այս բան են մանկապարտեզի երեխա է չգիտեմ ինչ որ մի հատ ասենք մատուցողուհի է այնտեղ չգիտեմ ինչ որ sense մարդիկ են հիմա սրանց հայտարարությունը գրոշի արժեք չունի ըստ էության սրանից հետո ինքը սկսում է Հայաստանում ռեպրեսիվ գործողություններ իրականացնել մարդկանց նկատմամբ ում նկատմամբ օրինակ շատ կուզենար ռեպրեսիաներ իրականացնել կամ օրինակ կալանավորեր օրինակ Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներ մի պարագայում երբ որ Ադրբեջանի նախագահն ասում է որ Հայաստանում ռևանշիստական ուժեր կան դրանց գործունեությունը կասեցրեք ու ինքը սենց հլու հնազանդ եկել է չես տեսնում այդ կապը ինչի մասին ես առհասարակ ասեմ մենք շատ լավ գիտենք փաղագծերի մեջ հա ինչպես են իրանք հոգ տանում հայ ժողովրդի համար ու այն որ 15 թիվի նկատմամբ այո միանշանակ մենք շատ մենք ակնհայտորեն մենք բազմաթիվ անգամներ արդեն առիթ ունեցել ենք տեսնենք թե իրանք ինչպես են հոգ տանում հայ ժողովրդի համար ես ուղղակի ուզում եմ ասեմ հետեւյալը իսկ ինչը առհասարակ սկսվե այդ արշավը հայոց առաքելական եկեղեցու դեմ, կաթողիկոսի դեմ եւ այլն, ինչի համար, որովհետեւ Թուրքիայում, որովհետեւ թուրքերը տեսնում են, որ միակ ինստիտուտը, որը որ չի ենթարկվում Փաշինյանին եւ ամենակարևորը դա շատ հեղինակավոր ինստիտուտ է, շատ լուրջ ինստիտուտ է եւ ամենահին ինստիտուտն է, դա հայոց առաքելական եկեղեցին է եւ դե հենց այդ իսկ պատճառով սկսվել է արշավ իրանց դեմ։ Բա ինչի համար է սկսվել։ Հասկանում ես, ուրեմն տեսեք, հարգելի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանը եւ առհասարակ իր իշխանությունը, երբ որ որևէ մեկին դատապարտում են, հիմնականում ունենում են ինչ-որ մի պատճառ։ Եկեղեցու դեմ, մասնավորապես կաթողիկոսի դեմ, իրանց հնչեցրած պատճառը, դա այն աստիճանի աբսուրդ է, ու այն աստիճանի չի տեղավորվում որևէ մեկի ուղեղի մեջ, որ դա
ակնհայտորեն երևում է բանական մարդկանց մասին։ Միանշանակ, դա ակնհայտորեն երևում է, որ դա պատվեր է։ Այսինքն, չէ, դե զոմբից ինչ մարդ։ Դնենք մի կողմ, էլի, ես պարզ ասեմ, ես զոմբիացված բանը, մի խոսքով, այն մարդկանց, ովքեր որ առանց պատճառի, առանց շահի, առանց սեփական ինչ-որ սեփական անձնական դրդապատճառների շարունակում են սատարել Նիկոլ Փաշինյանին, ես իրանց adekvat մարդկանց տեղ չեմ կարող դնեմ, ես իրանց լուրջ չեմ վերաբերվում, ես ուղղակի կարծում եմ, որ իրենք մեղք են, որովհետև իրանք լրջագույն խնդիր ունեն համ հասկացողության հետ, համ ջոգողության հետ, ամեն ինչի հետ իրանք խնդիր ունեն, իրանք մեղք։ Ես ուզում եմ անդրադառնամ նոր հնչեցրած մտքին, դու խոսեցիր ուրեմն Թուրքիայի եւ եկեղեցու հարաբերությունների մասին, հա, որ Թուրքիան հասկանում է, որ Թուրքիայի իշխանությունները հասկանում են կամ Ադրբեջանի տարբերություն չկա, հասկանում են, որ հայոց եկեղեցին այն ինստիտուտն է, որը չի համակերպվում այս իրականության հետ։ Ես իմ դիտարկումը ասեմ եւ վստահ եմ, որ բոլորը կհամաձայնեն, հայոց առաքելական եկեղեցին այն կետն է, որը միավորում է մեր ժողովրդին։ Եվ ես գիտես, ուզում եմ հիմա խոսեմ միասնության թեմայի շուրջ, որովհետև մենք մեր հայրենակիցներին առիթ ունեցել ենք ասելու, որ հայոց համազգային միասնություն կուսակցությունը իդեմս նախագահ Միրան Պողոսյանի առաջարկում է հենց միասնությամբ լուծել այս խնդիրները, որոնք ծառացել են մեր պետության առջև, եւ մենք առաջարկել ենք հռչակագիր, որով որ կոչ ենք անում ընդդիմադիր կուսակցություններին միավորվել։ Ես խնդրեմ սրա մասին դու մանրամասնես, քո կարծիքը հայտնես։ Շատ լավ է, որ դու սկսեցիր խոսալ այդ թեմայի շուրջ, որովհետև հայոց համազգային միասնության կուսակցության նախագահը իմ կարծիքով շատ հետաքրքիր առաջարկ է արել ու այս պայդրությամբ դա ամենալավ առաջարկն է, որը որ կարար լիներ, ինչու, որովհետև պարզ է, անզեն աչքով երևում է, որ ընդդիմադիր դաշտին անհրաժեշտ է ընդամենը մեկ բան, դա միասնությունն է։ Մենք ականատես ենք եղել Գյումրիի տարբերակին, օրինակին, եւ մենք ականատես ենք եղել նրան, որ մարդիկ, խոսքը ընդդիմադիր գործիչների մասին, որոնք որ ունեցել են իրար հետ անձնական խնդիր, հանուն պետական շահին դրել են այդ խնդիրը մի կողմ ու փաստացի միավորվել են։ Ես ողջունում եմ։ Պարոն Միրան Պողոսյանի առաջարկը, հայոց համազգային միասնության կուսակցության նախագահի առաջարկը, դա այս պայդրության ամենարեալ, ամենահստակ եւ ամենատրամաբանական առաջարկն է, որը որ կարար լիներ, որովհետեւ այդ առաջարկի շնորհիվ ընդ որում ես կարդացել եմ այդ հռչակագիրը։ Ուրեմն ինչ է այնտեղ գրված, հարգելի հայրենակիցներ եւ ամենակարևորը հարգելի ընդդիմադիր ուժեր։ Ուրեմն այնտեղ հստակ գրված է, որ որպեսզի ձեր բոլոր վախերը վերանան, այնտեղ հստակ գրված է, որ բոլոր ընդդիմադիր ուժերը իրանց ձայները տալու են այն թեկնածուին կամ այն կուսակցությանը, որը կհավաքի ամենաշատ ձայն։ Բացի դրանից, այնտեղ հստակ գրված է, որ եթե ինչ-որ մի ընդդիմադիր կուսակցությունը կհավաքի 50+ ձայն, տվյալ հռչակագիրը ուղղակի դադարեցնում է գոյություն ունենալ։ Դրանից լավ առաջարկ, հարգելի ընդդիմադիրներ, կարա լինի, ինձ թվում է ոչ։ Ես ողջունում եմ հայոց համազգային միասնության կուսակցության նախագահ պարոն Միրան Պողոսյանի այդ առաջարկը եւ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր քաղաքական ընդդիմադիր գործիչ, որը որ ում արչև որ իրոք անկեղծորեն, ազնևորեն դրված է նպատակ վերացնել քաղաքական իմաստով Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտից տվյալ հռչակագրի տակ պետք է ստորագրի։ Այսինքն դու ասեցիր, ես ավելի
փորձեմ հստակեցնեմ, հա, մենք առաջարկում ենք Հայոց համազգային միասնություն կուսակցությունը, իդեմս կուսակցության նախագահ Միրան Պողոսյանի առաջարկում է հետևյալ կոնցեպտը։ Ասում ենք հարգելի ընդդիմադիր գործիչներ, կուսակցություններ, դաշինքներ, ովքեր որ մասնակցելու են ընտրություններին։ Այո։ Մասնակցում եք ընտրությունների, լավ ենք անում, ով մասնակցում է լավ է անում։ Եկեք պայմանավորվենք մի բանի շուրջ։ Ձայները ամբողջությամբ, երբ որ պարզ կլինի, ով ինչքան ձայն ավարկ, եւ այն կուսակցությունները, որոնք կունենան քվե ապահովելու հնարավորություն վարչապետի, հիմա գլխից պայմանավորվում ենք, որ ձեր քվեները տալիս եք ընդդիմադիր այն կուսակցության կամ դաշինքի առաջադրած վարչապետի տեխնացուին, որն ամենաշատ ձայներն ավակ է, ինչը տրամաբանական է, որևէ, չգիտեմ, վտանգներ, վախեր չի առաջացնում, բայց այդտեղ մի հատ կարևոր բայց կա, ինձ այն օրը այդ հարցը տվել են, ես ուզում եմ այս հարցին անդրադառնամ, հարգելի հայրենակիցներ, ինձ հարց տվեցին, ասցին, բա պորտֆելները ոնց են բաժանվելու, այդ պորտֆելների հարցը շատ վշտացնում է ինձ, որովհետև սա խոսում է նրա մասին, որ մենք չենք հասկանում ինչա տեղի ունենում մեր երկրի, մեր ժողովրդի, մեր պետության հետ։ Ինչ պորտֆել, հարգելի ընկերներ, ինչ պորտֆելի մասին եք դուք խոսում, ինչ պաշտոնի մասին եք դուք խոսում, երբ որ Հայաստանի Հանրապետությունը ըստ էության գնում է կործանման, Հայաստանի պետականությունը ոչնչացվում է, դառնում է թուրքական վիլայետ կամ ադրբեջանական, չգիտեմ, ինչա դրանց մոտ կոչվում, մի վիլայետ էլ դրանց մոտ է։ Այսինքն դուք հասկանում եք, որ այս երկիրը կործանվում է, այդ պաշտոնը որտեղ եք ուզում զբաղեցնեք, այդ ինչ խոսակցություն եք անում, բա պորտֆելը ոնց կբաժանվի, նախ առաջինը, հռչակագրի մեջ որևէ պորտֆելի մասին խոսույթ չկա, որևէ բանի մասին խոսակցություն չկա, այդ պորտֆելի, պաշտոնի կռիվ, բան, այդ սաղ մի կողմ դրեք, այս երկիրն է ոչնչանում, այս երկիրն է դադարում գոյություն ունենալ, դուք ուզում եք, չգիտեմ, պորտֆել ու պաշտոն, ինչ պաշտոն, եթե այս երկիրը չի լինելու, այդ պաշտոնը որտեղ եք դուք ստանձնելու, ինչ պաշտոն եք ստանձնելու, չի լինելու այդ պաշտոնները, թուրքեր են գալու ստեղ ու ադրբեջանցիներ են գալու ստեղ, այդ պաշտոնները որպես իրենց վիլայետ այստեղ կառավարեն։ Դու քիչ առաջ անձնական խոսակցության մեջ մի հատ լավ օրինակ բերեցիր, կուզեմ մեր հայրենակիցներին եւս այդ օրինակը ասես, որտեղ են դնում աթոռը։ Ինչպես ասել է Վազգեն Սարգսյանը, պաշտոնի կռիվ մի արեք, աթոռի կռիվ մի արեք, հողի կռիվ արեք, որ այդ աթոռը դնելու տեղ ունենա։ Ու առհասարակ Վազգեն Սարգսյանը ասել էր, որ անկախությունը դա բացառիկ արժեք է, ես համաձայն եմ իր հետ, բայց ես կարծում եմ, որ ավելի մեծ արժեք է կոնկրետ հայոց ազգի համար դա միասնությունն է։ Ու այս պայդրության միասնությունը եւ միասնականությունը դա օդի եւ ջրի պես հայերին, հայ ժողովրդին, մեզանից յուրաքանչյուրին ավելի շատ է անհրաժեշտ, քան երբևէ։ Եվ այդ միասնությունն է, որ մենք քարոզում ենք իրականում։ Հենց դրա համար էլ այս հարթակը կոչվում է միասնության հարթակ։ Հարգելի հայրենակիցներ, այս պահի դրությամբ բոլոր վեճերը, բոլոր տարաձայնությունները, բոլոր խնդիրները, որը որ մենք ունենք միմյանց մեջ, պետք է դնենք մի կողմ։ Մեզ անհրաժեշտ է միասնություն, մեզ անհրաժեշտ է, որ մենք միասին ուժերով միավորվենք եւ ազատագրենք Հայաստանի Հանրապետությունը չարիքից, որը որ ղեկավարում է եւ փաստացի տանում է երկիրը կործանման։ Եվ մենք դրա համար անում ենք հստակ առաջարկ, որը հռչակագրի տեսքով արտահերթ կամ հերթական ընտրություններին կապահովի, ուղղակիորեն հարգելի հայրենակիցներ, կապահովի իշխանափոխություն, այսինքն կլինի այն երաշխիքը, որ չի լինի պառակտում, որին ձգտում է գործող իշխանությունը, որը փորձում է թե ընդդիմադիր ուժերի մեջ ստեղծել ընդդիմադիր, թե փորձում է անգամ ներքին իր մոտ էլ ինքը այդ բաժանելու, այդ ամբողջը վերացնելու, հայ ժողովրդին իրարից անջատ անելու վրա ինքը շատ լուրջ աշխատանք է իրականացնում դեռ վաղուց։ Այս միասնության խոսույթի ներքո է գործում Հայոց համազգային միասնություն կուսակցությունը եւ փորձում բերել բոլորին միասնության դաշտ։ Այս համատեքստում գուրամ կուզեմ անդրադառնանք այն մարդկանց, ովքեր
դեռևս շարունակում են մնալ իշխանության ոմանք կան մարդիկ, ովքեր ճիրաններում են իշխանության այս պարագլխի, որովհետև կոմպրոմատներով, չգիտեմ, վախացնելով եւ մի կարևոր բան էլ կա, այդ մարդիկ օրինակ վախենում են ընդդիմադիր դաշտից, ընդդիմադիր դաշտ գալուց, մտածում են, որ կարող է այստեղ թիրախավորվեն, ընդդիմությունը կարող է իրաց չընդունի կամ չգիտեմ, ինչ որ տենց անախորժ իրավիճակում հայտնվեն, դրա համար ունեն վախ, հետեւաբար տենց ստիպված լռում են կամ չտեսնելու են տալիս, այսինքն ջայլամի քաղաքականություն են վարում։ Դու որպես մարդ, ով դուրս է եկել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, ես մարդ, ով սերտ ժամանակին ասոցացվել է այդ իշխանության հետ, մարդ, ով դուրս է եկել այդ տեղից, ինչ խորհուրդ կտաս այն մարդկանց, ովքեր այնտեղ են եւ հասկանում են, որ այս երկիրը գնում է ուղղակի կործանման եւ չեն ուզում իրենք նույնականացվեն թուրքերի հետ կամ դառնան սրանց, չգիտեմ, շարունակեն մնալ սրանց գործիքը, ասեմ, կամ դառնան սրանց գործիքը, մի խոսքով, ինչ կա այն մարդկանց, ովքեր ես ուզում եմ շեշտադրեմ, որ այն մարդկանց, ովքեր չեն գործել հանցագործություն, սա շատ կարեւոր է։ Այն մարդիկ, ովքեր ուղղակի այնտեղ են եւ հիմա չգիտեմ, տենց ստիպված տենց բանը ռուսերեն խոսք ասում պատիչենյու էլի տենց հոսքին բան գնում են էլի այդ ուղությամբ այդ մարդկանց ինչ ունենք ասելու ես խորհուրդ եմ տալի չվախենալ այն բոլոր մարդկանց ովքեր որ ուզում են դուրս գան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից եւ վախենում են որ իրանց ընդդիմությունը չի ընդունի կամ իրանց հետ որևէ վատ բան կկատարվի եթե իրան գնան այդ քայլի ես հորդորում եմ եւ խորհուրդ եմ տալիս չվախենալ։ Ես դա ասում եմ ելնելով իմ սեփական օրինակից, ելնելով Հայկի օրինակից, ինչ եղավ մեզ հետ։ Կերան մեզ, ինչ արեցին։ Ոչ մի բան։ Չէ, դա բանական մարդիկ են, հասկանում են, էլի հարց, ասենք, ես ուզում եմ որպեսզի մարդիկ հստակ մի բան հասկանան։ Այն միֆը չար ընդդիմության մասին, որ ընդդիմության մեջ ինչ-որ վախենալու մարդակեր, ինչ-որ չգիտեմ բոբոձյաձյաներ են նստած, բան դա միֆ է, որը որ ստեղծել է Նիկոլ Փաշինյանը ձեր համար։ Դա էլ է սուտ, դա հերթական իրա ստերից է, դա սուտ է, որը որ ինքը ստեղծել է ձեզ պահելու համար, դա սուտ է, որը որ ինքը ստեղծել է նորից եւ նորից հայ ժողովրդին մասնատելու, որպեսզի ինքը իշխի դրա համար։ Որտեղ եք դուք տեսե բոբոձյաձա, որտեղ եք դուք տեսե չար մարդկանց, մարդակեր, ինչ ասես ասել է։ Դե այստեղ մի հատ բան կա, չէ, օրինակ այս Չարիքի իշխանությունը, երբ Հայոց համազգային միասնություն կուսակցության նախագահ Միրան Պողոսյանը դիմեց իշխանություններին հայտնելով, որ իր ապրանքի մեջ ապօրինի բան է հայտնաբերվել, դիմեց եւ դրանից հետո իրեն շնորհակալություն հայտնեց այն բանը, որ հիմա աշխատանքից տաշեցին, հա, մեղմ ասած։ Շնորհակալություն հայտնեց, բայց մի քանի օր հետո դուրս եկավ եւ հայտարարեց, որ 2-3 օր հետո կձերբակալի կկալանավորի Միրան Պողոսյանին, Արմեն Աբազյանի մասին է խոսքը, ով աշխատանքից ազատվեց, ում հեռացրեց, այն ոստիկանապետին էլ հեռացրեց, այդպես լիքը շատ ու շատ մարդկանց ինքը հեռացնում է, որոշներին դուք չեք ճանաչում հարգելի հայրենակիցներ, որովհետեւ պաշտոնները բարձր չեն, բայց ինքը մարդկանց օգտագործել ու քցելու ու բարի ու ոչ միայն ուղիղ իմաստով քցելու, այլ նաև ամեն ձևով քցելու բան ունի, սովորություն ունի, չէ՞, այս բան էս դեղին մամուլի միանշանակ։ Ուրեմն այս Չարիքը կներես, այս Չարիքը ուրեմն այդ մարդուն, որ ազատեց աշխատանքից, հա, այդ Արմեն Աբազյանին ստիպում էր անել գործողություններ, օրինակ Միրան Պողոսյանի նկատմամբ ինքը վարույթ նախաձեռնեց, ասեց կալանավորեմ, կոկային են բերել, չգիտեմ ինչեր են արել եւ ինչ եղավ իր հետ։ Ինքը հիմա գնացել է նապաստակով տապочкեքը հագել է կներեք, խալաթը հագել է վարդագույն գույնի կամ չգիտեմ ծիգրովկա, իրանք ծիգրովկեն շատ են ոնց որ սիրում, ծիգրովկա գույնի այդ բանը հագել է գիշերանոցում նստել է։ Այն մեկն էլ փախել է Ամերիկա ըստ տեղեկությունների։ Հարգելի հայրենակիցներ, հարգելի մարդիկ, ովքեր աշխատում են իրավապահ մարմիններում, զբաղեցնում են տարբեր պաշտոններ,
դուք կարողանալու եք բոլորդ փախնեք Ամերիկա եւ առհասարակ սովորական քաղաքացիները, ովքեր այդ բանը կոմենտներով ամբողջ օրը բանը Նիկոլ Փաշինյանին են փառաբանում, Հիսուսի հետ գրկած նկարներն են դնում։ Դուք բոլորդ փախնելու եք Ամերիկա ու ձեզ չգտնեն, լուրջ, հաստատ, վստահ եք։ Ուրեմն այն մարդիկ, ովքեր հանցագործություններ են գործել այս պետության ու այս ժողովրդի նկատմամբ, ենթարկվելու են քրեական պատասխանատվության, դա անխուսափելի է։ Բայց այն մարդիկ, ովքեր ճիրաններում են գտնվում այս իշխանությունների եւ ոչ մի բան չեն արել, ըստ էության օրենք չեն խախտել, այս պետության դեմ հանցագործություն չեն արել, ունեն հնարավորություն, այսպես ասած, գալու բանականության դաշտ։ Եվ այդտեղ ոչ մի ամոթ բան չկա։ Մեզ բոլորիս 2018 թվականին սա խաբել է։ 2018 թվականի իր հայտարարությունները ամբողջությամբ դրժել է։ Որևէ հայտարարություն, որը արվել է 18 թվականի հրապարակից, իրականություն չի դարձել, այլ ընդհանրապես հակառակն է տեղի ունեցել։ Եվ դուք պարտավոր չեք շարունակել նրա ճիրաններում գտնվել կամ վախենալ, չգիտեմ, որ ձեզ կարող է թիրախավորեն։ Ուրեմն մենք հորդորում ենք եւ կոչ ենք անում հենց այս միասնության հարթակ օգտագործելով այն մարդկանցով, ովքեր որ ըստ էության եղել են 18 թվականի այդ խոսույթի, ինչ ասեմ, զոհը կամ խաբված մարդիկ, խաբվածը մեղավոր չի, խաբողն է մեղավոր։ Եվ մենք այստեղից ձեզ ասում ենք, դուք ունեք հնարավորություն եւ կարող եք հետ կանգնել ազգակործան պետությունը Թուրքիային հանձնող գործչի ուրեմն գործիքը չդառնաք։ Մի դառեք այս թուրքերի գործիքը, դուք դառնում եք թուրքերի գործիք, այո։ Եվ դուք կարող եք հրաժարվել այդ ամենից։ Խոսքս առավելապես ուղղում եմ իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց եւ պետական պաշտոններ զբաղեցնող մարդկանց։ Ես գիտեմ, ես լավ տեղյակ եմ, Գուրամն էլ շատ լավ տեղյակ է, մենք ունենք շփումներ, ինչքան էլ որ այս չարիքը ասելա, որ բանը տենց բլոկի մեջ պահեն հանկարծ որևէ մեկը մեր հետ չշփվի, մենք ունենք տեղեկություններ, որ բոլորը խոսում են նրա մասին, որ այդ իշխանական այդ բանը, որջը, ՔՊ կոչվող, ուրեմն մասնատվել է եւ բոլորը դժգոհ են այս չարիքի եւ իր բանի ընկերուհու, սիրացի, ինչ է։ Զուգ ընկերուհու գործելավոճից, որովհետև մի մարդ որում այդ ինքն իրան է այդպես անվանել։ Հա, ինքը խոստովանել է։ Ուրեմն երբ սկսվեց արշավն ընդդեմ եկեղեցու, հատվեցին առհասարակ բոլոր գծերը, միջև էլ էին հատված, բայց առհասարակ բոլոր կարմիր գծերը հատվեցին։ Եվ այս պայքարը հայոց պետականության գոյության եւ չգոյության պայքար է։ Եթե դուք պատրաստում եք մասնակիցը լինել դրա, խնդրեմ, բայց եթե դուք հասկանում եք, որ դուք չեք ուզում դրան մասնակից լինել եւ դուք այսպես ասած ճիրաններում եք գտնվում իշխանության, վստահեցնում եմ, կան մարդիկ, կան ուժեր, որոնք ձեզ կլսեն, կհասկանան եւ եթե դուք չեք գործել քրեորեն պատժելի արարքներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, բոլոր անձնական հարցերը վստահաբար կարծում եմ կհարթվեն։ Այս առումով ավելացնելու Ես ավելացնելու քիչ բան ունեմ, բացի նրանից, որ կոնկրետ ինչը որ վերաբերվում է Միրան Պողոսյանի դեպքին, շատ հին, քիչ շրջանառվող ասացված կա, ասում եմ ոչ մի լավություն անողը չպետք է անպատիժ մնա, դա լրիվ հենց այդ դեպքն է, որովհետև իսկ ինչ որ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի պահվածքին, ինքը միշտ այդպես անում։ Ինքը բոլոր այն մարդկանց, ովքեր որ իրան անում են լավություն, պատասխանում է վատություն։ Դե լավությունը իր տեսակն է այդպեսի։ Լավությունը խոսքը նամասնա, որ պետությանը հայտնելա, որ ապօրինի բան կա, ոչ։ Դե միանշանակ, բայց դա չէ, բնականաբար դա անձնապես իրան, բայց ինքը երկրի ղեկավար է, այսպես կոչված, այսինքն ավտոմատիկորեն այն լավ բանը, որը արվում է Հայաստանի Հանրապետությանը, ինքը ավտոմատիկորեն պետք է ընդունի, որ դա անում է որպես անձնական լավություն պետք է ընդունի։ Պատվոգրեր ստացան, իդեպ ասեմ, այդ գործով Միրան Պողոսյանի ուրեմն այս միջնորդած եւ բացահայտած գործի
հիման վրա, թե Աբազյանը, թե առհասարակ ծառայությունը ազգային անվտանգության ստացան պատվոգրեր, շնորհակալություններ տարբեր միջազգային կառույցներից, բայց սրանք անաղված քրնիշ են։ Մի խոսքով բոլորը ստացան շնորհակալություն, բացի Միրան Պողոսյանից։ Հա, Միրան Պողոսյանի նկատմամբ հետախուզում, իհարկե, որովհետև նման խոշոր արարքը միանշանակ իր տակը ըստ իր պատկերացմամբ, էլի ըստ Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ, որ եթե մարդը նման խոշոր լավ արարք է անում, բնականաբար իր վարկանիշը բարձրանում է, իսկ ինքը կատեգորիկ կերպով վախենում է դրանից։ Դա նույնպես նորմալ է։ Հենց այդ պատճառով Սրբազան Բագրատը հիմա ճաղերի հետևում է, Սամվել Կարապետյանը ճաղերի հետևում է։ Ես լրջագույն կասկած ունեմ, որ հեսա կատողիկոսն էլ կհայտնվի այնտեղ, չգիտեմ, ինչ-ինչ հերթական շինցու գործի արդյունքում։ Դա շատ նորմալ է։ Ինքը ես ուզում եմ հասկանամ, ես ուզում եմ բացատրեմ մեր հայրենակիցներին, որ Նիկոլ Փաշինյանը հենց զգում է իր անձի անդեպ որևէ անգամ չնչին վտանգ, անում է ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր լավ արարքը, լավ գործը, լավ, չգիտեմ, միտումը ոչնչացնի, փոշիացնի, խառնի կեղտի հետ, նորմալ է։ Այստեղ ես դեպքեր էլ հիշեցի, որտեղ ինքը թիրախավորում էր սեփական կուսակիցներին։ Միանշանակ հիմա էլ է այդպես։ Եղել է այդ դեպքը, հիմա էլ է այդպես։ Երբ որ ես այնտեղ այդ դեպքը եղավ, ես շատ լավ հիշում եմ այդ դեպքը եւ բավականին բարձր պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ ինքը դա արեց։ Այո, մենք գիտենք ում մասին է գնում խոսքը միանշանակ։ Դեմ տվեց մի հատ լավ, հա, ասենց հայրեն ասած, եւ այսօր նաեւ լուրեր տարածվեցին, որ նաեւ Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ հիմա քրեական գործառույթում, հարգելի հայրենակիցներ, չընկճվեք, չվախենաք, չվհատվեք, չհուսահատվեք, որովհետեւ մենք հազարամյակներ ապրած ժողովուրդ ենք, մեզ փրկել է մեր եկեղեցին, մեզ փրկել է մեր միասնականությունը, մեզ փրկել են անհատ հզոր մարդիկ, ովքեր կանգնել են այս պետության ուրեմն այս խրամատուն պահպանման եւ վստահ եմ, որ մենք միասնական ուժերով կկարողանանք եւ կա այդ հնարավորությունը եւ որևէ կերպ մենք չենք հրաժարվելու պայքարից, չենք հուսահատվելու, ինչքան էլ կալանավորեն, ինչքան էլ ռեպրեսիվ մեթոդներով մեր նկատմամբ իրականացվեն ուրեմն այս գործողությունները, մենք շարունակելու ենք եւ հասնելու ենք վերջնարդյունքին, իսկ վերջնարդյունքը լինելու է ազատագրումը չարիքից Հայաստանի Հանրապետության եւ արժանապատիվ խաղաղությունը, որին մենք այդքան սպասում ենք։ Շնորհակալություն Գուրամ, շնորհակալություն հարգելի հայրենակիցներ, կխնդրեմ լայքել, հնարավորության դեպքում կիսվել, որպեսզի ավելի շատ տարածում ունենա տեսանյութը եւ թողնել ձեր մեկնաբանությունը, որը շատ կարեւոր է մեզ համար։ Լավ եղեք, միջ հանդիպում, ցտեսություն։